Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի փետրվարի պաշտոնական տվյալները փաստում են, որ մեր երկրի տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր մակարդակում։ Մասնավորապես փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ 7.2% տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ ունենք։ Իսկ հունվար-փետրվարի կուտակային ցուցանիշը 7.4% է։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի բացվածքի ուսումնասիրությունը, որ ինքներդ տեսնում եք ձեր էկրանին, ցույց է տալիս արդյունաբերության 17.2% աճ, այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ, շինարարության 20.5% աճ, արտաքին առևտրի ևս բավական բարձր աճ 9.3%-ի շրջանակներում, ծառայությունների եւ առևտրի համեմատաբար համեստ աճ։ Հունվար-փետրվար կուտակային ցուցանիշի պարագայում, իհարկե, դրանք ներկայացված թվերն էին, բայց 12 ամսյա աճի պարագայում այդ ցուցանիշները շատ ավելի բարձր են, օրինակ նույն արդյունաբերությունը 23.8% է աճել նախորդ տարվա փետրվարի համեմատ, շինարարությունը 21.8% աճ է ապահովել եւ արտաքին առևտրաշրջանառությունը բավական տպավորիչ 30.8% աճ է ապահովել։ Այն, որ տևական ժամանակ մեր տնտեսական ակտիվության աճի դրայվերներից շինարարությունն է, շինարարության ոլորտում տեղի ունեցող հայտնի զարգացումներն են, հայտնի իրողություն է։ Միևնույն ժամանակ ժամանակին այդպիսին հանդիսացող արդյունաբերությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականին հակառակ բացասական միտումների ներքո են պայմանավորված արտաքին գործոնի, մասնավորապես ոսկու վերարտահանման ազդեցության չեզոքացմամբ, չեղարկմամբ։ Եվ ահա այսօր մենք ընթացիկ զարգացումների ներքո արդյունաբերության եւ արտաքին առևտրաշրջանառության կրկին այսպիսի կտրուկ եւ տպավորիչ աճերի համատեքստում իհարկե հարցադրման իրավունք ենք առնվազն ձեռք բերում, արդյոք սա այդ ուղղությունների, այդ ոլորտների վերականգնման մասին է խոսում, թե մենք գործ ունենք հերթական որևէ ազդեցության եւ հերթական որևէ գործոնի հետ։ Այս իմաստով բավական այսպես տեսանելի եւ տպավորիչ պատկեր է հաղորդում այդ երկու ուղղությունների 12 ամսյա աճերի դինամիկայի ուսումնասիրությունը, հիշեցնենք 12 ամսյա աճ ասելով ի նկատի ունենք ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, որը ներկայացրել ենք կորերի տեսքով եւ այդ կորերն ավելի տեսանելի եւ ցայտուն են ցույց տալիս բավական հետաքրքիր պատկեր։ Պարզապես նշեմ, որ ներկայացված կորերից նարնջագույնը արդյունաբերության աճի դինամիկան է 12 ամսյա եւ սպիտակ կորն արտացոլում է արտաքին առևտրաշրջանառությանը։ Բնականաբար դիտարկված ժամանակահատվածը երկու ուղղությունների համար էլ նույնն է, սկսած 2025 թվականի հունիսից։ Եվ այսպես ինչ ենք մենք տեսնում այդ կորերով, ինչ են ցույց տալիս այս զարգացումները։ Երկուսի պարագայում էլ 25 թվականի հունիսին ցուցանիշը բացասական էր, ցուցանիշները բացասական էին։ Երկուսն էլ ըստ էության երկու կորերն էլ միանման, համանման թրենդի ներքո են, զարգացման թրենդի ներքո են, այսինքն 2025 թվականի հունիսից բացասական միտում, հետո իհարկե որոշակի ուրեմն աճի արագության տարբերությամբ, բայց ընդհանուր առմամբ երկու կորերն էլ ցույց են տալիս աճի թրենդ, ապա նույն ժամանակահատվածում 25 թվականի նոյեմբերից տեսնում ենք կտրուկ աճ, երկուսի դեպքում էլ օրինակ արդյունաբերության պարագայում 31.7% աճ, այն դեպքում երբ հոկտեմբերին 17.9% էր, արտաքին առևտրի շրջանառության պարագայում 16% աճ, երբ նախորդ ամիս հոկտեմբերին բացասական էր ցուցանիշը -14.9%։ Ապա այդ աճի զարգացումը երկուսի պարագայում էլ դեկտեմբերին շարունակվում է, այսինքն բարձր աճեր ապահովում են, միաժամանակ անկում է արձանագրվում 26 թվականի հունվարին եւ փետրվարին նորից երկու կորերն էլ նորից բարձրանում են վեր, այսինքն երկու ուղղություններում էլ նորից աճեր են արձանագրվում։ Այս կորերի համանման զարգացումը նույն թրենդի զարգացման նույն թրենդի ներքո լինելը նաև հիմնվելով մեր նախկինում ունեցած նախադեպի հիման վրա, այն է ոսկու վերարտահանման ազդեցությամբ պայմանավորված այս երկու ուղղությունների աճերի վրա, հիշեցնենք, որ ոսկու վերարտահանումը վիճակագրորեն դրսևորվում էր հենց արդյունաբերության եւ արտաքին առևտրաշրջանառության ուղղություններում, տալիս է իրավունք ենթադրելու, որ մենք կարծես թե նորից որոշակի վերարտահանման
ակտիվացման հետ գործ ունենք։ Դրա այսպես իրավունքը տրվում է նախ հանգամանքից, որ երկուսի պարագայում էլ նոյեմբերից ունենք կտրուկ աճ, եւ նույն ուրեմն զուգահեռ վիճակագրությամբ 2025 թվականի նոյեմբերին հիմնային մետաղների արտադրությունը եւս գրեթե 50%-անոց աճ է ապահովում այն դեպքում, երբ նախորդ ամիսներին այդ ցուցանիշը բավական երկար ժամանակ բացասական միտումների ներքո էր։ Այս ամբողջ վիճակագրությունը մեկտեղելիս իհարկե գալիս է այդ իրավունքը ենթադրելու, որ ոսկու վերարտահանման ակտիվություն նախորդ տարվա նոյեմբերից առնվազն նորից նկատվել է եւ ըստ էության այսօր մենք դեռ կարծես թե այդ նորից ակտիվացման ազդեցությունների ներքո ենք։ Իհարկե, սոցիալ-տնտեսական վիճակագրության այս օպերատիվ ցուցանիշների ավելի մեծ բացվածքի պարագայում շատ ավելի հստակ կարելի է պնդում կատարել ինչ ազդեցությունների հետ գործ ունենք, բայց առնվազն նախորդ ամիսների միտումները ցույց են տալիս, որ այդ ենթադրությունը իրավունք ունի։ Փաստացի վերադառնալով տնտեսական ակտիվության աճի թեմային, տեսեք, խնդրահարույց չէ այն հանգամանքը, որ այս կամ այն ուղղություններ, թեկուզ արտաքին ազդեցությունների, արտաքին որոշակի գործոնների ուրեմն պայմաններում աճեր են արձանագրում, բայց բացասականը կանում է նրանում, որ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության աճի բովանդակությունը շարունակաբար նույն շրջապտույտի ներքո է մնում փաստորեն, կամ մենք գտնվում ենք որոշակի ժամանակավոր ազդեցությունների ներքո, ինչպիսին է օրինակ շինարարության զարգացումները, այնտեղ տիրող իրավիճակը, կամ արտաքին մեզանից անկախ գործոնների ներքո, ինչպես օրինակ նույն վերարտահանման ազդեցությունը եւ դրանից եկող էֆեկտները։ Եվ սա իրականում տնտեսության կայուն աճի տեսանկյունից հարցադրումներ է առաջացնում, կայուն եւ երկարաժամկետ աճի տեսանկյունից մի կողմից եւ մյուս կողմից ընդհանրապես տնտեսական ակտիվության եւ տնտեսության աճի որակի հետ կապված, պայմանական ասած որակի, դրա բովանդակության հետ կապված եւս հարցադրումներ են առաջացնում։ Եվ սա իհարկե անընդհատ բարձրաձայնվող, շահարկվող, այսպես լավ տնտեսական քաղաքականության, տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին քարոզչության ֆոնին։